Հայաստանը լեռնային երկիր է, ու մեզ մոտ բնական երևույթները հաճախ են դիտվում։ Դրանցից մեկն էլ քարաթափումն է, որը համայնքային մի շարք խնդիրներ կարող է առաջացնել, այդ թվում նաև մարդկային կյանքեր խլել։ Քարաթափումների հնարավոր ռիսկերը նվազեցնելու և կանխարգելելու համար իրականացվում են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Տավուշի մարզային փրկարարական վարչության ծառայողները մարզի տարածքում պարբերաբար իրականացնում են սողանքավտանգ, քարաթափման ու այլ վտանգներ ներկայացնող գոտիների տեղամասերի ուսումնասիրություններ։ Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրից դեպի Մակարավանք տանող ավտոճանապարհին առկա էր քարաթափման վտանգ։ Փրկարար ծառայությունը Իջևանի համայնքապետարանի ու Պարեկային ծառայության հետ անհապաղ ձեռնարկեցին հարկադիր քարաթափման աշխատանքները։ Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից պարբերաբար իրականացվում են ուսումնասիրություններ մարզում առկա սողանքային գոտիների, քարաթափման գոտիների, ինչպես նաև այլ վտանգ ներկայացնող տեղամասերի ուսումնասիրություններ եւ համապատասխան շահագրգիռ մարմինների հետ միջոցներ են ձեռնարկում հնարավոր վտանգների կանխման, նվազեցման ուղղությամբ։ Ինչպես տեսնում եք, քարաթափվել են մոտ 40 խորանարդներ ծավալող քարեր, ինչը մեծ վտանգ է ներկայացնում յուրաքանչյուր անցորդի համար եւ հետևանքները կարող է լինել անդառնալի։ Տավուշի մարզում քարաթափման առավել վտանգավոր գոտիներն առկա են Խաշթառակ, Աչաջուր, Գոշ, Դովեղ, Լեշկաձոր, Տավուշ, Մովսես, Այգեձոր բնակավայրերում ու Բերդ քաղաքի Սորաններ դենդրոպարկի վերջնամասում։ Փորձանքը գալուց առաջ լուրջ չի ուղարկում, ուրեմն հարկավոր է պատրաստ ու իրազեկ լինել միշտ։ Ով իրազեկված է, նա պաշտպանված է։